Հունիսի օրը բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում ձեզ հետ ինչպես միշտ բարձր տրամադրությամբ Վրեժ Կիրակոսյանն են, Անահիտ Կիրակոսյանն են եւ մենք սկսում ենք առավոտը։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, մոտակա 1 ժամը չփոխեք հեռուստալիքը, մնացեք, որովհետեւ շատ հետաքրքիր եթեր ենք ունենալու։ Իսկ այս պահին հրաշալի տեսահոլովակ ձեզ համար շարքնանանք միասին։ Հիմա մեծ սրտով ու ուրախությամբ մենք կարող ենք ներկայացնել մեր այսօրվա հյուրին, հրաշալի հյուր ունենք, Հայաստանյան ձայներ երաժշտական նախագծի ղեկավար, օպերային երգչուհի, սոպրանո Ստեփանի Քոչարյանն է մեր հյուրը, բարի առավոտ, Տիկին Քոչարյան։ Առաջին անգամ չէ, որ մեր տաղավարում եք, ուրախ ենք կրկին հյուրընկալել ձեզ։ Եվ գիտենք, որ հրաշալի նորություններով էր տարին թե ամփոփվել եւ թե սկսում, եկեք գնանք ամենասկզբից, հա։ Այո, այս տարի Հայաստանյան ձայներ նախագծի շրջանակում ունեցանք բազմաթիվ համերգներ, անցյալ եթերին ես ձեզ պատմեցի, մի փոքրիկ կրկին անդրադառնամ, որ 2008 թվականից ես հիմնել եմ Հայաստանյան ձայներ դասական երաժշտական նախագիծը, հիմնականում մենակատար դասական երգիչների, մենակատար, նաև կարող են գործիքավորող լինել, ֆլեյտա, գաբոյ, ջութակ, այսինքն մենք ստեղծել ենք այդ դաշտը եւ բազմաթիվ համերգներ ենք ունեցել երկար տարիների շրջանակում։ Տեղափոխվենք 25 թվականին։ Այո, այս տարի մենք կրկին ունեցանք բազմաթիվ համերգներ։ Տարվա վերջին համերգը մենք ունեցանք ամանորյա ծրագիրը Երվանդ Քոչար թանգարանում։ Այնտեղ արևմտաեվրոպական ծրագիր ներկայացրեցինք, մասնակցեցին հայտնի ջութակահար Հովհաննես Կարախանյանը, շատ լավ տաղանդաշատ երիտասարդ Տիգրան Գրիգորյան ակարդեոն, ինքը դեռ ուսանող է, բայց հիանալի ելույթ ունեցավ, իրանք նվագեցին Պիացոլայի դուետները եւ նաեւ առանձին համարներ ունեցան։ Երգեցի ես, երգեց Մայա Աֆրիկյանը, օպերային երգչի եւ Արմեն Բադալյանը։ Մի հրաշալի ծրագիր է, շատ շնորհակալ ենք Երվանդ Քոչար թանգարանի ամբողջ անձնակազմին, շատ լավ հանդիսատես էր եւ նաեւ ուզում եմ շեշտել, որ Երվանդ Քոչար թանգարանում անցյալ անգամ էլ ես ունեցա պատիվ ասել, գործում է Քոչար Արտ ստուդիան, որի վոկալ բաժնի ղեկավարը ես եմ եւ տնօրենը Կարինե Քոչարը Հրաշալի համագործակցում ենք, այո, եւ շատ տաղանդաշատ երգիչներ ունենք, որոնք բազմաթիվ փառատոներն են, արդեն մենք երկու անգամ ունենք շրջանավարտներ։ Իսկ տարիքային սահմանափակում ինչպես է, որ 6 տարեկանից, 6.5 մինչև 13, այդ Տիկին Քոչարյան, տեղափոխվենք նաև հաջորդ միջոցառմանը Սիլվա Կապուտիկյանի Հոբելյանի արթիվ համերգային ծրագիրը։ Մինչ այդ նաև մենք ունեցել ենք շատ գեղեցիկ միջոցառում, նա կոչվում էր Սիլվա Կապուտիկյանը Կոմիտասի տանը, միջոցառումը իմ եւ Արմենոյ Դեմերչյանի, մի հիանալի կնոջ արվեստաբան Սիլվա Կապուտիկյան տուն-թանգարանի տնօրենի մեր նախաձեռնությունն էր միասնական, այսինքն սցենարը գրել էր ինքը, շատ հետաքրքիր սցենար եւ երաժշտական մասը գրել եմ ես եւ համագործակցել է Հայաստանյան ձայներ նախագիծը, այս անգամ ուրիշ երաժիշտներ են, մասնակցեցին մեր վաստակավոր արտիստները Սամվել Բաղինյանը եւ Գրետա Մեջլումյանը, շատ հետաքրքիր սցենար է գրել Արմենե Դեմերչյանը, ասեմ, որ Արմենե Դեմերչյանը դեռ Սիլվա Կապուտիկյանին ճանաչում էր, երբ որ նա դեռ ողջ էր, կենթանի էր եւ մինչեւ հիմա շատ մեծ գործ է անում, հանրահարչակում է այդ հիանալի կնոջ Ինչպիսի ծրագիր էր ընտրված Հոբելյանական համերգին։ Ծրագիրը գիտեք ինչպես էր, սցենարով Սամվել Բաղինյանը եւ Գրետա Մեջլումյանը իրար հետ երկխոսություն էին սկսել, որտեղ Սիլվա Կապուտիկյանի դերը Գրետա Մեջլումյանն էր։ Այդ դերում էր եւ հարց ու պատասխան այդ կյանքից մշակույթից էկրանի վրա շատ հետաքրքիր Սիլվայի կյանքի դրվագներից իրեն սկսած իր պատմում էր իրեն կյանքը, որպեսզի հանդիսատեսը այտենց երկխոսությունով կարողանա ճանաչի Սիլվա Կապուտիկյան եւ երբ որ ընդհատվում էր շատ գեղեցիկ երաժշտական, քանի որ Կոմիտասի տուն-թանգարան, Կոմիտասի ինստիտուտ թանգարանում ենք, այդտեղի տնօրենությանն ենք շատ շնորհակալ, որովհետեւ այնքան հետաքրքիր
հետաքրքիր Կոմիտասը եւ Սիլվա Կապուտյանը։ Այո, երկեց մեր օպերային երգիչ Արմեն Բադալյանի հիանալի հորովելները Կոմիտասի, նաեւ Սիլվա Կապուտյանի խոսքերով ծրագիրը մշակել է ես, շատ հետաքրքիր էր։ Հետո մասնակցեց մեր օպերայի եւ սիմֆոնիկի երաժիշտների քարյակը, նվագեցին Կոմիտաս Ասլամազյան կվարտետները եւ նաեւ մենք արեցինք փոխադրումներ, որոնք առաջի անգամ հնչեցին, դա կատարեցի ես, մեծ պատիվ ունեցա Սիլվա Կապուտյանի սիրված երգերը Մախմուր աղջիկը, այնտեղ Երևանը, ասում են թե դա մենք արեցինք քարյակի համար եւ նաեւ հնչեց մեր ժամանակակից կոմպոզիտոր շատ գեղեցիկ երգ, անունը պետք է հիշեմ, ամեն գիշեր կրկին շատ գեղեցիկ ստեղծագործ Մայա Մեկ անգամյա է եղել այդ միջոցառումը, թե սպասվում է կրկին։ Ինքը շատ գեղեցիկ ծրագիր էր եւ մենք ունենք նպատակ համարզերով դա տանել եւ իհարկե կրկնել։ Որովհետեւ վստահ եմ հիմա հեռուստայտողը երբ լսում է, ցանկություն կունենա անպայման մասնակցել։ Դահլիճը բավականին մեծ դահլիճ է Կոմիտասի թանգարանում, դահլիճը լեփլեցուն էր եւ այնքան ջահելներ շատ ինչը որ շատ ուրախացրեց երիտասարդները, բոլորը ունեցան հնարավորություն երգերի միջոցով ավելի լավ է ծանոթանում այդ կնոջ ոնց որ ասած ստեղծագործությունների հետ, շատ գեղեցիկ միջոցառում էր եւ Հովհաննես Կարախանյանը նվագեց նվագները այդ երգերի Տոյսելի Սիլվա Կապուտյանի հետ կապված մի խոսքով ստացվեց Հրաշալի մի խոսքով միջոցառում է եղել, որից հետո ես հրավիրված էի Սանկտ Պետերբուրգ։ Մենք ես առաջարկում եմ այստեղ մի Սանկտ Պետերբուրգին, քանի որ մենք ունենք կարծես թե տեսանյութ, հա, առաջարկում եմ Անահիտ ընդհատվենք տեսանյութը։ Այո, կարող ենք դիտել, իհարկե այնինչ տեղի ունեցել Պետերբուրգում, այդտեղից չի հատվածը, բայց այդ նույն ամերիկային ծրագիրը, քանի որ Հայաստանում էր իրականացել։ Արվեստի թանգարանում ես երգեցի եւ կրկնեցի Սանկտ Պետերբուրգում։ Այսինքն վայել ենք այդ ծրագիրը, որը նաեւ պետերբուրգցիներն են վայելել։ Համերգից հատված այս պահին Ունեցինք։ Եվ վերադառնալով նշենք, որ Սանկտ Պետերբուրգում դուք մասնակից եք եղել ազգային մշակույթի փառատոնին, ինչպես նաև եղել է Հայաստանի մշակույթի շաբաթ։ Շաբաթ, այո։ Մի քիչ դրա մասին պատմեք։ Ես մի քիչ վաղ անդրադառնամ, Գառնանը ես ունեցա Գրականության եւ Արվեստի թանգարանում շատ գեղեցիկ մենահամերգ նվիրված Կոմիտասին, նո հիմնական Կոմիտասին եւ մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին մի հրաշալի միջոցառում էր։ Ես ընդհանրապես
անցյալ տարին ամբողջը նվիրել էի Կոմիտասին եւ ունեցա տարբեր պրոյեկտներ, նաեւ Երվանդ Քոչարում, նաեւ այնտեղ եւ այնքան գեղեցիկ ծրագիր էր, ինձ հետ մասնակցեց Սոնա Համբարձում բանաստեղծուհին, ինքը Արցախից է եւ մենք բազմաթիվ համերգներ ենք իրեն հետ ունեցել Արցախում եւ նաեւ իր ստեղծագործություններով անվանի Պետերբուրգյան կոմպոզիտորները գրել են շատ երգեր, որը ես կատարել եմ կոմպոզիտորների միությունում Սանտ Պետերբուրգում։ Մի խոսքով Սոնան կարդաց Կոմիտասի բանաստեղծությունները, դա շատ յուրովի մենք անդրադարձանք Կոմիտաս որպես բանաստեղծ եւ Կոմիտաս, որտեղ Կոմիտասը շատ, այո, եւ ես երգում էի Սոնան բանաստեղծություն երգում եւ շատ գեղեցիկ էր, որտեղ իրոք մի քիչ են ծանոթ Կոմիտասին որպես բանաստեղծ, բայց հիանալի ստեղծագործություններ ունի եւ այդ համերգը այնքան լավն էր, որ ես որոշեցի, որ անպայման պետք է իրեն կրկնեմ, չգիտեի դեռ որտեղ, բայց պետք է անպայման այդ ծրագիրը կրկնեմ։ Եվ 2021 թվականին, ասեմ, որ Սանտ Պետերբուրգում սա իմ 6-րդ համերգային այցն էր եւ պատիվ եմ ունեցել։ Նույն փառատոնի շրջանակներում։ Ոչ, ես արդեն 2014 թվականից, 17 թվականից առաջին համերգը եղել է Շալապենի տուն թանգարանում այնտեղ եւ այդ օրվանից շատ այցեր եմ ունեցել տարբեր լավագույն դահլիճներում, ունեմ իմ հանդիսատեսը, բայց հիմնականում միշտ երգել եմ ռուս ազգի ներկայացուցիչների համար եւ 2021 թվականին այնպես ստացվեց, ես պետք է երգի հոնով ունենայի համերգ այնտեղ եւ այդ ժամանակ անցավ էլի ազգերի մշակույթների ազգերի մշակույթների փառատոնը, այո, եւ համընկավ դա եւ ինձ հրավիրեցին եւ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ինքը փառատոն էր, որտեղ ամբողջ հայ համայնքն էր Սանտ Պետերբուրգի եւ այնտեղ ես կատարեցի մի քանի ստեղծագործություններ եւ շատ լավ արձագանք էր եւ զուգահեռ ինձ հրավիրեցին 2021 թվականին Ռիմսկի Կորսակովի տուն թանգարան, որտեղ Ալեքսանդր Սպենդիարյանը իրեն աշակերտն էր եւ այնտեղ արդեն ռուս հանդիսատեսի համար ես ունեցա համերգ, շատ բարձր մակարդակի համերգ էր։ Իսկ ինչպիսին էր տարբերությունը հետաքրքիր հայկական համայնքի արձագանքի, հա, որպես հանդիսատես եւ ռուս, կա տարբերություն։ Ես ձեզ ասեմ, այդ ժամանակ 2021 թվականին, քանի այո, ես նույն երկու պուբլիկայի համար երգեցի, հայը լսում է նաև սրտով, Անահիտ ջան, պատկերացրեք, ինքը հերոյ է եւ լսում այդ հայկական երգերը, դա լինում է որպես դա այնտեղ գնում է հոգեվոր զրույց եւ այս անգամ էլ հեսակապանում այդպես եղավ։ Իսկ ռուս ազգի համար մենք ոնց որ ֆոլկլոր, արվեստ եւ նորություն եւ ես ձեզ ասեմ, որ ռուս ազգը հիանալի արվեստագետներ են եւ հիանալի իրանք ճաշակ ունեն եւ այն որ ճանաչում են հայկական մշակույթը։ Ճանաչում են, ես ձեզ ասեմ, Ռիմսկի Կորսակովի տուն թանգարանում իրանք էին կազմակերպել այն ժամանակ եւ բոլոր փոքր կտավի Սպենդիարյանի ստեղծագործությունները իրանք 1.5 ժամանոց համերգ արեցին պատմելով Սպենդիարյանի կյանքը եւ ամբողջը ռուս հանդիսատես էր եւ մարդիկ չէին ուզում գնային։ Դա անդրադառնանք այն միջոցառմանը, որը տեղի ունեցել Պիտերում եւ դուք ներկայացրել եք այս անգամ Կոմիտաս, քանի երկիր էր ներկայացված այս փառատոնի։ Գիտեք ինչ, երկիր չէր, այնտեղ հայ մշակույթի օրեր էին եւ իրանց ռուս ազգի համար 7 օր տարբեր հայ արվեստագետներ էին հրավիրվում։ Օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանն էր կարելի ասել։ Հիմնականում Հայաստանն էր ռուսների համար։ Այսինքն օրինակ կար օր, որը նվիրված էր հայ խաչքարների դասախոսություն եւ այնտեղ գալիս են համ ռուս ազգը, համ հայ ազգը։ Կար մեր քամանչագործիքի մասին, կար խորեոգրաֆիա, կար օրինակ Ռոբերտ Սահակյանցի եւ Թումանյանի արվեստի տարբեր ճյուղեր եւ գնում էին դասախոսություններ տարբեր ամբողջ օրներ գնում։ Այսինքն առավոտից երեկոյան ղեկավարը Քսենիա Բրադացկան ինքը այնտեղի բիբլիոթեկայի տնօրենն է երկար տարիներ եւ սա արդեն 16-րդ ազգերի մշակույթն էր 2021 թվականից հետո այնտեղ ուրիշ ազգերի գնաց այս տարի Հայաստանի եւ Քսենիան ինձ հրավիրեց, բայց այս զուգահեռ 4 տարի այդ որ ես գնացի Ռուստավելիսկի ճտենիա, այդպիսի փառատոն էր գնում on-line եւ իմ ամեն տարի իրանք ուզում էին իմ երգերը եւ հարթակ էին տրամադրում, որ նաեւ ռուս հանդիսատեսը իմ կատարումները լսի եւ այս տարի մեծ պատիվ ունեցա, որ ինքը ինձ հրավիրեց եւ եզրափակիչ համերգը, ամբողջ համերգը ես երգեցի, փառատոնը եզրափակվեց իմ մենահամերգով։ Դուք չեք
պատկերացնում այս անգամ դա նախ ինձ սպասում էին, սպասում էին, բոլորը եկել են եւ այո, որ ասում եք հայ հանդիսատեսը, դա հոգեվոր ինչ որ մի զրույց էր, դա միայն երգ չէր։ Չնայած ես շատ երջանիկ եմ, որ կարողացա այդ գրականության թանգարանի ծրագիրը կրկին կրկնել, մի քանի նոր Սայաթ-Նովայի ստեղծագործություններ, եկեցին նոր կոմպոզիտորները, Խաչատուր Ավետիսյան, այն ինչին որ կարոտած է մեր հայ հանդիսատեսը, այսինքն ստացվեց ես երկրորդ անգամ Պիտերբուրգում մեր հայ համայնքի համար ունեցա ելույթ եւ շատ տակ, շատ ջերմ մթնոլորտով եւ շատ հաջող ելույթ ունեցա։ Ես շատ հանգիստ էի, շատ երջանիկ էի եւ շատ շնորհակալ եմ Քսենիային, որ ինքը լինելով ազգությամբ ռուս, այդքան մեծ դեր է խաղում մեր հայ համայնքի համար։ Սիրում է հայկական մշակույթը։ Սիրում է, այո, եւ իրան էլ են շատ Քսենիա Բրադասկը։ Դեմեք դարերով իհարկե մշակութային եւ ոչ միայն մշակութային, այլ պատմական, այնպեսի ես պետք է ասեմ, որքան էլ որ հիմա մի քիչ ժամանակները փոխվել են, մենք եղբայրական ժողովուրդ ենք ռուս ժողովրդի հետ, ես կարծում եմ Անահիտ ջան, եւ միասին ճանաչում ենք մեկս մյուսից թե մշակույթը, թե բոլոր ոլորտները, մեր ազգային առանձնահատկությունները, մենք դա քաղաքականության մեջ ենք ներառում։ Որպես զրույցի ավարտ կարող ենք մի փոքրիկ կատարում այս եթերը լցնենք ձեր հյուրահատուկ ձայնով։ Բաց թողնել հիմա Անցյալ անգամ էլ երգեցի ձեր մոտ Սայաթ-Նովա։ Մեզ մոտ անհնար է չի երգել Տիտի Քոչարյան։ Քելքիդ մերնեմ Կողովական քելքիդ մերնեմ Սիրավոր լորիկ վիրավոր լորիկ սևավոր լորիկ ջան Հրաշալի ավարտ մեր զրույցի համար ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրն էր Հայաստանյան ձայներ երաժշտական նախագծի ղեկավար, օպերային երգչուհի, սոպրանո Ստեփանի Քոչարյանը, ով միշտ հիացնում է իր տեսակով, իր գործունեությամբ եւ մենք միմիայն հաջողություն ենք ձեզ մաղթում, ու սիրով կլուսաբանենք ձեր նորություններն իհարկե։ Հաջողություն ցանկանում։ Հաջողություն ձեր բոլոր ձեռնարկումներում, քանի որ մշակույթ եք ներկայացնում թե երկրում, ինչպես նաեւ սահմաններից դուրս։ Իսկ ես եթերի ավարտին ուզում եմ վրեժ այսպիսի մի բան, քանի որ խոսվեց Կոմիտասի ու Սիլվա Կապուտիկյանի միքսի մասին, հա, ես Սիլվա Կապուտիկյանից մի քառատող, դու եք Կոմիտասից մի փոքր բան։ Հա, ինչ լավ կլինի։ Այն փույթ ապրեցի ես կյանքս բոլոր, մանուկի նման ու թագուհու պես։ Գուցե նրանից, որ թույլ եմ իրոք, գուցե նրանից, որ ուժեղ եմ ես։ Հորովել, հորի լորի լորի, հորովել։ Այսպիսին էր այսօրվա եթերը արվեստով լեցվածից։ Դուք գնացեք, առնչվեք, մասնակցեք տարբեր միջոցառումներին, որտեղ կա իրական մաքրամաքուր արվեստը ձեզ հետ վրեժն ու Անահիտն էին։ Գտեք ձեր կյանքի հորովելը, որովհետև այն իրապես յուրաքանչյուր ազգի նշանաբանն է, նամանավանդ հայ ժողովրդի։ Մնացեք բարով։